Ողջույն բոլորիդ, բարի երեկո և մյուս տեղը բարի առավոտ, սիրելի աշխարհասփյուր հայություն, հավատացյալ քույրեր և եղբայրներ, իմ ֆեյսբուքյան հազարավոր ընկերներ և բազմահազար հետևորդներ, Աստծո ձայնը հաղորդաշարը դուրս է գալիս, շատ կարևոր և արտակարգ ուղիղ եթեր, այսօր Աստծո ձայնը հաղորդաշարը իհարկե տոնական տրամադրությամբ, այսպես ասած, ոգևորված են եւ մեր ժողովուրդը գիտեն բոլորը, ովքեր որ հետևորդներս են եւ ոչ միայն իմ հետևորդները, նաեւ ազնիվ մարդիկ, ովքեր որ Հիսուս Քրիստոսի ծառաներն են եւ մեր Հայաստանի Արաքելական Սուրբ եկեղեցուն կհետևեն եւ կապրեն իրենց կյանքը համաձայն Աստծո խոսքին, բնականաբար բոլորի համար այսօր այդ օրը շատ ուրախալի է։ Իհարկե նշանավոր է այս օրը նրանով նաև սիրելի ժողովուրդ, որ դյարն թարաչ է այս նոր տոմարով ովքեր որ կնշեն եւ այդ տոնի արդիվ ես բոլոր Հայաստանում եւ այն բոլոր երկրներում որտեղ որ նշվում է այսօր դյարն թարաչի տոնը շնորհավորանքներս են բերում եւ իմ բարի մաղթանքներս բոլորին մաղթելով նախ եւ առաջ քաջ առողջություն, ֆիզիկական, հոգեվոր առողջություն, մտավոր առողջություն եւ բոլոր գործերին հաջողություն, բոլորդ ամփորձանք լինեք եւ առողջ ողջ։ Հիմա կխնդրեմ միասնականորեն աղոթք անենք, որպեսզի անցնենք մեր այսօրվա կարևոր քննարկումների։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, հզգործս դերած մերոց ուղիղարայ մեզ Տեր եւ զգործս դերած մերոց հաջողյա մեզ։ Փառքոր եւ որդվո եւ օգվույն Սրբո, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն Դուր ինձ իմաստությունս բարիս խորհել եւ խոսել եւ գործել առաջի քո համենայն ժամ, իչար խորհրդոց իբանից եւ գործոց բրգյազիս եւ ողորմյա քո արարածոց եւ ինձ բազմամեղից։ Ամեն։ Սիրելի ժողովուրդ, այսօր իհարկե ես պիտի ձեզ մի փոքրիկ գաղտնիք ասեմ, ես այդ տեղեկության մասին շուտ գիտեի, բայց նախ եւ առաջ ես խոսք եմ տվել, որ որևէ բան չասեմ, բայց միաժամանակ նաեւ հավատքս չէր հերիքում այս բանին, որ մտածում է, որ գուցե ինչ որտեղ այդ ինֆորմացիան կարող է 100%-անոց չէ, որ պիտի արգելված լինի մուտքը դուրս գալու, որովհետև Կտրիչ Ներսիսյանը սահման անցել էր վաղուց, այդ կարմիր գիծը վաղուց էր անցել։ Այսինքն Գևորգ Սրբազանին դեմ գործելավոճով ինքը արդեն կուլմինացիային հասրեց այն բոլոր գործընթացները, որը արդեն պետք է կատարածվեն։ Ընդամենը այդ հանցագործը պետք է կանգնի արդարադատության առաջ։ Ուրիշ ոչինչ մենք չենք ուզում։ Մենք չենք ուզում իրան մեղադրենք այն հանցանքների մեջ, որը նա չի գործել։ Բայց արդյոք համաձայն Հայաստանի գործող օրենքի եւ սահմանադրության մենք կգտնենք այն հոդվածները, որը չի խախտել կամա թե ակամա, գիտությամբ թե անգիտությամբ, ուրեմն տիրադավ Կտրիչ Ներսիսյանը։ Ես կարծում եմ, որ դժվար թե գտնենք, պիտի մոմի լույսի տակով ման գանք։ Որովհետև այս մարդը առաջի իսկ օրվանից, երբ որ որոշեց կաթողիկոսի աթոռին բազմել, արդեն գործել է անօրինական ճանապարհով, կաշառքետվել։ Վարչապետ այն ժամանակվա այժմ հանգուցյալ Վազգեն Սարգսյանին նա փողով առել է։ Եվ եթե նա փողով չառներ Վազգեն Սարգսյանին, ապա այդ բռնաճնշումները եւ այդ խեղված ընտրությունները տեղի չէին ունենա։ Իհարկե հաջորդեց դրան սպանդը ազգային խորհրդարանում եւ ողբերգություն, բայց միաժամանակ դրանից հետո ապօրինի ձևով, ուրեմն կեղծված այդ ընտրություններից այդ դուրս բրծուկը օծվում է իբրև ամենայն հայոց 132-րդ կաթողիկոս եւ սկսում է գործել հանուն սատանայի, հանուն իր գրպանի, հանուն չարագործություններ անելու։ Իր ամբողջ շրջանը այդպես դրվագներով լեցուն է, այս մարդը միշտ գործել է մեր ժողովրդի եւ մեր եկեղեցու եւ առավել եւս ուզում եմ դա ընդգծել եւ շեշտել մեր պետության եւ պետականության դեմ։ Միշտ է գործել նա հակառակ։ Նա երբեք չի գործել մեր շահերից, ոչ հոգեվորականության շահերից է նա։ Շարքային ես նկատի ունեմ քահանաների, սարկաբակների, դպիրների, ինչու՞ չէ նաեւ կուսակրոն այդ հոգեվորականության։ Եվ առաջին իսկ օրվանից ինքը որոշել է այնտեղ մաքրում անել, ճակերտավոր իր պատկերացմամբ, հա, ավելի ճիշտ ինքը ուզեցել է հոգեվորականներին տապալել։ Մի խումբ հոգեվորականներ, ովքեր որ այս եկեղեցում ուղղակի նվիրյալ հոգեվորականներն էին եւ իրենց առաքելության, իրենց ծառայության, իրենց տեղերում նրանց աստիճանաբար մաղել է, նա դուրս է շպրտել եկեղեցուց։ Ոմանց շպրտել է
անօրինական ձևով, բայց ֆիզիկապես չի վնասել, իսկ ոմանց էլ արդեն իսկ ֆիզիկապես է վերացրել, ոչնչացրել։ Եվ սա փաստեր են, սա օթի բանի խոսակցություններ չեն։ Ներկայացված են դիմումները իմ կողմից, ես վստահ եմ, որ հիմա սկսելու են քամդեն ամեն ինչը, վստահ եմ, որ այն քննիչը, որ իրեն հարցակննում է, պիտի ամեն ինչ այնտեղ ստուգեն, ամեն ինչը քամդեն։ Բոլոր հաշվապահությունից սկսած, ֆինանսականից, վերջացած եւ բոլոր այդ բաժիններով պիտի հերթականությամբ շինարարական ամեն ինչ որ արվել է իր կողմից, իմացեք, որ այնտեղ չկա օրինականություն, զեղծարարություններ են, կեղծիքներ են եւ իհարկե հակականոնական այն ապօրինի որոշումները, որ նա կայացրել է այդ 26 տարիների ամբողջ շրջանում, 27-րդ տարին գնաց եւ փաստորեն ինքը առաջի օրվանից մինչեւ հիմա միշտ անօրինական բաներ է արել եւ իր համար դա սովորական երևույթ է, ինչի էլ անդրադարձել դրան։ Գիտեք ինչի համար է հայտարարությունը քիչ առաջ կարդացի Facebook-ում տարածվել է այն մասին, որ մայրաթոռը բողոքում է, զարմանում է եւ ասում է կոչ ենք անում գլխավոր դատախազին, դատախազությանը վերանայել որոշումը, ապօրինի, վեհապարի նկատմամբ։ Պատկերացնում եք, ուրեմն իրեն թվում է այս այդ մտայնությամբ է, որովհետեւ որ ինչ որ արվել է իր կողմից, ամեն ինչը կարող է արվել, պիտի ընդունելի լինի։ Ով ենք մենք, որ հանկարծ մենք ասենք այդ բանը այդպես չի կամ այդ բանը սխալ է։ Ինքը մտածել է, գիտեք, մի հատ խոսք կար։ Государство это я, գիտեք, այդ միջին դարերում թագավորներն էին sense մտածում։ Թագավորը ասում է պետությունը ես եմ, թագավորությունը ես եմ։ Եվ սա հեգնանքի, ծաղրի, առարկա ինչու դարձավ, ինչի թագավորությունները կործանվեցին, կայսրերը կործանվեցին ընկան իրենց բարձր գահերից։ Հենց դրա պատճառով էր, երբ որ այսպես մոլուցկով տառապում էին։ Այս մարդն էլ ասում է եկեղեցին ես եմ։ Հասկանում եք ինչի են ասում տիրադավ այս ազնիվ նվիրյալ հոգևորականներին, որովհետև ինքը իրեն ոչ թե մենակ կարծում է, որ ինքը սեփականատերն է, իր դուքյանն է եկեղեցին, նաև ինքը իրեն տիրոջ տեղն է դրել, մեղա Աստուծո, որ ինքն է բոլորի տերը։ Ռմբակոծությունը սկսվեց, որովհետև հանգիստ չեն մնում այս մարդիկ։ Եվ քանի որ այս մտայնությամբ այս մարդը մտածել է, որ միշտ կարող է ինքը սխալներ գործել, թույլ տալ եւ անպատիժ մնալ, զարմանում է հիմա, որ ոնց պատահում է այդպիսի բան, որ հանկարծ պետությունը իր հետևից գալիս է, այսինքն գլխավոր դատախազությունը երբևիցե ինքը կարող է գլխավոր դատախազին կամ դատախազությանը պրետենզիա գար, մուննատ գար, ասել այս բանը վերանայի։ Աչքը կհաներ այդ նույն Ավղան Հովսեփյանը, որ հետ ընկերություններ է անում, եթե նա ասեր Ավղան Հովսեփյանին այս բանը սեն չի, այդ բանը նեն չի, կտեսնենք Ավղան Հովսեփյանը ինչպես կվարվեր այդ նույն Կտրիշ Ներսիսյանի հետ։ Այն ժամանակ ինքը ռիսկ չուներ այսպիսի հայտարարություններ անել։ Այսօր ինչ ասես ասում են իշխանավորներին։ Թող փորձեր են ժամանակ Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժիկ Սարգսյանին կամ որևէ մի պետական բարձրաստիճան պաշտոնյային ինչ որ պիտակ փակցներ կամ ինչ որ իրենց ասածին, իրենց ասածը կասկածի տակ դնել։ Ինչի չի արել։ Ես ուզում եմ իրեն հարցնել։ Արդեն այս մարդը բանտարկյալ է, այսօր եկուս պիտի ճաղերի ետևում իրան տեսնանք։ Խոսք եմ տվել, չէ, որ պետք է Ցյուրիխից այն Կվինտոյի կինոյում որ ուղարկել են շոկոլան, պիտի գնամ հասնեմ այնտեղ, իհարկե հատուկ չեմ գնալու, գործ պիտի իհարկե լինի, կգնամ, այդ պիտի առնեմ իրան ուղարկեմ այդ շոկոլան այնտեղից, որ ինքը ստանա բանտում ուտի։ Ինչ եմ ուզում ասել, սիրելի ժողովուրդ, այս մարդը մտածել է, որ ինքը կարող է ամեն ինչ, բայց մեկը չի կարող իր ձեռքից բռնել, մեկը չի կարող իրան ասել ոչ, չի լինի։ Կամ ասի մեկը համարցակվի իրեն, ասի ուղիղ ասի, որ դու սխալ ես։ Այս սա է ամբողջ խնդիրը դրա մեջ է կայանում, այսինքն այս մարդը լուրջ հոգեբանական խնդիր ունի։ Ես սա մեծ ցավով եմ ասում, այս մարդը հիվանդ է, իրեն պետք է օգնել նաև, որովհետև ինքը լուրջ բուժման կարիք ունի։ Եթե ինքը առողջ լիներ, ինքը այդպես մոտեցումով չէր վերաբերվի պետությանը, համենայն դեպս պետական համակարգը խաղալիք չէ։ Ոնց կարող ես բետոնին գլուխը պատին տուր, բետոնին տուն ինչ պիտի լինես։ Նույնը փորձում է անել։ Շատ փայլուն խոսեց երկրի վարչապետը, ամեն ինչը ճշգրիտ ասեց, որ թույլ չենք տալու, որ օտարության մեջ, օտարափերում կաթողիկոսությունը տեղափոխեք, տանեք այնտեղ, ուրեմն ընդ մի հատ դուքյան բացեք ձեզ համար, որ անհասանելի լինի պետության ձեռները Հայաստանի իր խայտարակությունները անի։ Խափանվեց այդ պլանը։ Չի լինի ասեց վարչապետը, որ օտարության ափերին նստես ասես կաթողիկոսությունը այստեղ պիտի լինի, վտարանդի անունը դնի, ասի ես հալածյալ եմ։ Իրանք որ ասում են, խոսում են, գրում են, խելքացի են կելեց մարդիկ։ Նշաններ չկան հալածանքի նշանը ուղիղ է լինում, քողարկված չէ։ Պատմական էջերը բացարեք, ապուշներ, կարդացեք, եթե այդքան անգրագետ եք, կարդացեք, որ հասկանաք, սովորեք,
ոնց է հալածվել եկեղեցին բոլոր ժամանակներում որտեղ որ եղել են խնդիրներ հենց եկեղեցու հետ կապված ինչպիսի հալածանքների ենթարկվել են եկեղեցին այսօր եկեղեցին ուզում են ծաղկացնել այսօր այս մարդիկ ուզում են այս եկեղեցին ճիրաններից սրիկայի կեղտի սատանայապաշտի փրկել այս գործընթացն է գնում այլ ոչ հակառակը ուրեմն շատ են մարդիկ կան որ մռմռում են մի հատ կայ ես ուզում եմ մեր ժողովուրդը ինձ այստեղից պատսկաց կա տա էլի ըստ էության էտում է պատկանում այդ կայքը ուրեմն մի կեղտոտ հոդված է գրել իմ հասցեին քանի որ ես հրապարակել եմ մի նյութ որտեղ բացահայտել եմ այն ոչռագործությունը որի մասին տեղեկացված եմ եղել հիմա իմ գործը չէ քննությունը պիտի անեն իրավապահ մարմինները պիտի անեն քննչական կոմիտեն դատախազությունը ազգային անվտանգության ծառայությունը հարկ եղած դեպքում եւ այդպես շարունակ նրանք պիտի զբաղվեն հա բայց ես փոխանցել եմ եւ վերջի վերջը իմ անձնական էջից գրել եմ հայտարարություն այսպես բանի մասին ահազանգ եւ շատ մեծ արձագանք ունեցավ 700,000 դիտում է եղել մեկ օր չի լրացել դեռ տակավին խայտարակներին ըստ էության այդ կայքի խայտարակներին պետք է ուրեմն ասվի շատ հստակ իմ կողմից ձեր գործը չի ձեր քիթը երկար մի մցրեք իմ գործերի մեջ եւ իմ անձնական էջի մեջ թե ինչ կգրեմ ես ինչ կխոսամ ես ինչ կհայտարարեմ ես դա ձեր շան գործը չէ դուք ձեր գործերով գնացեք ձեր գործերի զբաղվեք ձեր գործերով հասկանալի է ես հոգեվորական եմ իմ կարգը իմ օծումը ինձնից որևէ մեկը առավել եւս պորնիկը որը այս աթոռի վրա անօրինական է 27 տարի համարյա չլրացած վերընկած եղել չի կարող առնել նույնիսկ ինքը ինչ չի ձեռնադրել շատ ներողություն ոչ էլ օրհնություն է տվել ձեռնադրության համար ուրեմն եթե դուք տգետ եք եթե դուք աֆերիստներ եք կամ ինչ որ փող եք կերել կամ մռմռում եք որ ես ասել եմ Իզմիրյան բժշկական կենտրոնի այդ հայտնի բժիշկը հա մսագործ է այսօր էլ կրկնում եմ որ նա մսագործ է եւ այո ես ունեմ այդ տեղեկությունը որ նա Ռիտա Սարգսյանի չգիտեմ ոնց ասեմ ես գիտեմ որ հանգուցյալ չէ հիմա տեսեք ես գիտեմ որ հանգուցյալ չէ հիմա թող բացեն այդ դագաղը ցույց տան որ դա էլ բացահայտել որ իմանաք որ Լոլա Գրիգորյանին է պատկանում բժշկական կենտրոնը Իզմիրյան ուրեմն ինքը իր գլխավորությամբ այդ կեղտոտ գործերը արել են վաճառել են երեխաներին չգիտեմ հոմոսեքսուալիստերին են վաճառել արտասահմանի ընտանիքներին միասեռականներին չգիտեմ իհարկե այն երեխաները ով որ նետված է եղել որփանոց հա տեր չեն եղել կամ ծնողազուրկ չի ունեցել ծնողները մահացած են եղել տարբեր դժբախտությունների արդյունքում վաճառքի է հանվել դա գիտեմ հստակ որ դա վաճառվել են այդ երեխաները այդ շրջանում եւ մարտային օրգաններն են վաճառել այսինքն այդ բժիշկը ով որ վիրահատությունը այսպես դալի դոլի արել է մարդիկ մահացել են օրգանը վեկալել վաճառել են ես չեմ ասում փողոցներից բռնել են մարդկանց տարել են կարող է դա էլ են արել ես դա չգիտեմ այդ ինֆորմացիան չունեմ բայց այն ինչ որ արվել է եւ այն ինչի մասին տեղեկատվություն ունեմ ասում եմ ես պատտվում ինչ ասես ասում անում են իրենց լրատվականների միջոցով ամեն ձևի այլանդակություն ստորություն խուլիգանություն անում են ուրեմն աչքը պիտի հանեմ եւ պիտի գրեմ այո Տեր Սահակ Քահանան եմ այս կյանքում եւ երբ որ այս կյանքից գնալու եմ նորից պիտի որպես քահանա ներկայանամ Տիրոջ դատաստանին եւ որևէ մեկը չի կարող ուրիշ բան խոսել ով որ խոսի Աստված նա լեզուն կկտրի դրա համար եւ ուրիշ ճանապարհներով կուղարկի իր դատաստանին կարժանացնի այսպես ասած ըստ էության այդ կայքի տերերին եմ ուղղել այս խոսքը հիմա սիրելի ժողովուրդ ինչ է տեղի ունեցել հետեւյալը Գևորգ եպիսկոպոս Սարոյանի նկատմամբ ասում է որ այլևս այդ պետության մեջ Հայաստանի Հանրապետության որի պասպորտը իր գրպանում դրված է նա պիտի այդ օրենքներից խուսափի չպիտի կատարի այդ օրենքները այստեղ է խնդիրը սիրելի ժողովուրդ ես ասում եմ երկու պատճառ եմ տեսնում ստեղ կամ այս մարդը մեր շարունակությունը տեսնանք այսինքն ես բացատրում եմ Կտրիչ Ներսիսյանը պետք է ստուգվի հոգեբուժարանում նա պիտի անցնի այդ քննությունը բժշկական եթե adekvat մարդ չի ուրեմն դրան պետք է ոչ թե ուղարկել ճաղերի ետևը պետք է հոգեբուժարանի հիվանդանոցում պալատը նոմեր 6 հա Նապոլեոն был там չգիտեմ ով էր մի հատ էլ բույթ կաթոլիկոս Սիխարմյան который խաղ կանի այնտեղ կասի ես կաթոլիկոսն եմ հա էս է ուրեմն կամ դա պիտի լինի կամ ասում եմ ինքը պիտի կալանավորվի եւ պետք է արդեն իսկ բոլոր իր հանցանքների համար պատասխան տա սա չի լինի այդպես որ
խաղալիքի նրանք վերածեն, այս եկեղեցին խաղալիք չէ, փորձադարձ չէ, որ ինքը սարքել է, այս եկեղեցուց փորձադարձ։ Հիմա դա չենթարկվել այս օրենքին բան են արել, արգելել են նաև իր ելքը երկրից, որովհետև մտավախությունը այն է, որ կաթողիկոսությունը կտեղափոխի այդ խելագարը, հայտարարություն կանի, եպիսկոպոսական ժողովը դրա համար էր, հայտարարելու էր, որ ես վտարանդի հալածյալ կաթողիկոս եմ եւ այլն, Մոսկվա պիտի գնար այնտեղից Չիտակ ու այնտեղ կաթողիկոսություն հիմներ։ Եվ ասել պիտի կապած լինեք ինձ հետ, ամբողջ աշխարհի հայությանը պիտի այս բաները աներ։ Էս էր իր ուզածը, դուք հասկանում եք, ինքը ուզում էր այսպիսի տրուկ աներ։ Իհարկե մի բան էլ կար, որը պիտի կարգազրկեր մնացյալ 9 եպիսկոպոսներին եւ դրանց պաշտոնանկաներ, դա էլ պիտի աներ եւ այս հարցն էր։ Այսինքն երկու օրակարգի մեջ երկու հարց ենք։ Վանկից ինձ շիտակ ասել են այս մասին, որ կանչում է սարկավակներին մոտը, սարկավակներին է պահում մոտը եւ ամեն մի անգամ ինչ որ մեկ հետ երբ որ պիտի խոսա, իրանց հեռախոսներից է խոսում։ Շունա է, հոտը առել է, որ կարողա լսեն իր հեռախոսը չի խոսել։ Հիմա այդ սարկավակներին պետք է բոլորին մաղել, պիտի կանչել քննչական կոմիտե եւ պետք է ստուգել նրանց հեռախոսների համարների այդ ռասպեչատկը վերցնել, թե այդ սարկավակը, եթե բարձվի, որ նախկինների հետ խոսել են, Մոսկվայում խոսել, ստեղ են խոսել, ընդեղ են խոսել, նշանակում է, որ Կտրիչ Ներսիսյանն է, չէ՞։ Դրա հեղինակը ոչ թե այդ սարկավակներն են խոսել։ Այսինքն դավադրություններ, որը գործել է շարունակ, մեր երկիրը դարձնելով խաղալիք, պետությունը իր համար հաշիվ չէր, երբևիցե ինքը մտածում է Ռուսաստանի Դաշնության շահը սպասարկելու Հայաստանում եւ իր աթոռը պինդ լինի, իր ձեռների մեջ միշտ լինի գումար, հսկայական հնարավորություններ, որպեսզի կարողանա ինքը իր այդ ցոփուշվայկայ կյանքը անցկացնի։ Այդ դրա համար էր ինքը այդ կաթողիկոսական աթոռը առել փողով Լուիս Սիմոնի հետ բռնկանալով։ Այդ դրա համար է նա դա արել։ Հակառակ պարագան նա դա չէր անի երբևիցե։ Այս ամբարոյականը միշտ էլ հասկացել է, որ ինքը խարջը չի եկեղեցու, մեկ հատ աղոթք չգիտի։ Ոչ մի բանից տեղյակ չէ։ Եկեղեցական կանոնների վրա թքած ունի, աչքը կարանք մտցնենք այդ կանոնները, որը դու բոլորը մեկ առ մեկ խախտել ես։ Եվ հավաքագրել է այդպիսի շրջանակներ, որոնք իրեն ուրեմն բանան են այնտեղ, բալետ անեն, ասողիկ աստղիկ են, որ կա աբեղան, խուժանը, հա, սուտ բաներ է խոսում այն։ Այսինքն այս ինչ մարդիկ են դրանք, այս ինչ մարդկանց ես հավաքել դու, ամոթ է, այն նրանք ամոթն են, քո ամոթն են, որ դու իրենց վրա ես հույսը դրել, իրենց այդ լնգուլավազներին հավաքելով դու ավելի խայտարակ ես եղել ու հեղինակազրկվել ես մինչև վերջ։ Այս է ցելի ժողովուրդ։ Հիմա որոնք են հարանը կամավոր։ Իրան պիտի դուրս գցել վեհարանից։ Իսկ ինչպես։ Ես չեմ ասում բառից բուն իմաստով։ Իրեն պետք է այնտեղից հանել քննչական կոմիտե, դատախազություն, որտեղ որ կանչում եք, պիտի կանչեք եւ վերջանա։ Այնտեղ պատմություն, ինչպես որ Արշակ Խաչատրյանը վերջացավ քննչականում։ Ուտարան դրանից հետո արդեն կալանավորեցին։ Նույնը պիտի անեք։ Ինքը չի կարող շարունակել վեհարանի մեջ մնալ։ Սա ամոթ է։ Այ ինչը ազգային խայտարակությունն ու ամոթը այն է, որ սատանան, ստահակը, այն մարդը, որ հենց այդպես կաթողիկոսի շորերը հակել է, ինքը իրեն անվանում է կաթողիկոս, կլոուն է, փաստորեն, հա։ Ռիաժինի որ ասում են։ Ինքը անվանում է ինքն իրեն կաթողիկոս եւ վեր է ինգել ուրեմն վեհարանում։ Վեհարանը քո տեղը չի, այ Կտրիչ։ Դու ինչ գործ ունես վեհարանում։ Վեհարանում պետք է նստի ամենայն հայոց 130-րդ ընտրյալ կաթողիկոսը, այնտեղ նստելու է միայն կաթողիկոսը, չի կարող փողոցից խուլիգանը նստի վեհարանի մեջ։ Սա ինչ է, փողոցի բիսեդկա է խուժանների համար, որ դու ինքը դիտել է որպես բիսեդկա վեհարանը, որտեղ ինքը բիսեդկայի մեջ կարող է մենակ նստել այսօր։ Իրեն 1000 անգամ Փաշինյանը ասեց ազատիր վեհարանը։ Այդ մարդը գարուններ, հիշում եք, դեռ գարուններ անցած տարվանից ասում է իրեն ազատի վեհարանը, ազատի վեհարանը։ Մարդը հոգնեց, իր լեզուն երևի նաև հոգնեց նույն բանը իրեն ասել։ Այդքան Փաշինյանը գտնվե, որ իրեն ասում էր ազատիր վեհարանը։ Կարար ուրիշ դեպ, որ օրինակի համար, որ դու այդքան վատությունները աներ օրինակի համար եւ պետությանը Սերժի կամ Քոչարյանի օրոք։ Կարող են նրանք քեզ այդքան համոզեին, որ դու ազատեր վեհարանը։ Այն որ պապլավոկում սպանել ատվել, հա, անմեղ քաղաքացուն, այդ sense չանցատակ կանեին քեզ, հենց վեհարանի մեջ։ Հետո կհանեն, կասեն մերելա, իմպակտ ա խփել։ Ուրիշ տարբերակ չկա, ինքը պիտի վեհարան ազատի։ Որքան կուզի, ասեց Փաշինյանը, երկինք թռեք, իջեք ներքև, մեկա։ Չի լինի այդ բանը, չեք կարող կաթողիկոսական գաղը տեղափոխեք Մոսկվա։ Կրեմլի կուշտը տանեք, Պուտինի հետ միասին, Պուտինի յուբկու տակ մտնեք, ապարեք։ Միասին։
Շալախո։ Այդ այնքո իր ուզածը դա է։ Պուտինի հետ գնալ նստել այնտեղ, հատուկ ծառայություններին դանոսներ անել տալ ժողովրդի վրա, հայության վրա, հենց Մոսկվայում ապրող։ Այդ է իր բանը։ Ու խուլիգանություն անի, զվարճանա անտեղ։ Այս դրա համար է ուզում։ Ու նորից այդ կարմուշկից չկտրվի, այդ փողը նորից ինքը կարողանա հապշտակի գողանա։ Այս է եղել էս մարտը։ Դրա համար ասում եմ, այդ ինչ որ ասվել է այդ խուլիգան բժիշկ կոչվածին, որը մսագործ է, ուզում եմ դա ընդգծել, որ լավ լսեն մարդիկ։ Մսագործ է նա մասնագետ չի եւ ես համոզված եմ, որ նա դիպլոմը չի պաշտպանել։ Եթե իրեն արտասահմանում քննեն, կարող է ինքը զժան մարմինները։ Թող պատկան մարմինները դրանով զբաղվեն։ Մենք իր այդ գործ չունենք։ Ինքը պիտի այդ հիվանդանոցը պետք է իմ կարծիքով, նորից իմ կարծիքն եմ արտահայտում, որի իրավունք ունեմ, պետք է ազգայնացվի։ Որ այնտեղ ոչ մի անօրինական բան տեղի չունենա այդ հիվանդանոցում։ Չլինի այդպես, որ մարդիկ մահանան վիրահատվելու ժամանակ, հետո իրենց հարազատը ինչ գիտի օրգանները այդ մարդկանցից, այդ մարդուց բեկալել են, ամբողջը հանել են, թե ինչ են արել։ Ես շատ գիտեմ, այսինքն խոսակցություններ կան, ասում եմ, առանց կրակի ծուխ չի լինում։ Խոսակցությունը անհիմն չի կարող լինել։ Եվ Կտրիշ Ներսիսյանից ամեն բան սпасելի է, որտեղ այս մարդը ցանկացած ոչռագործ սխեմայի մեջ կա միշտ։ Նարկոտրաֆինգը զբաղվել է, սա փաստ է։ Այդ տարոն մի հատ կա, հա, ներողություն, Տաթև, հա, կարծեմ Տաթև Սրբազան, Ռումինիա։ Անառականոցներ են պահել Ռումինիայում։ Եվ հիմա էլ են պահում։ Ամեն ինչ արել են այս մարդիկ։ Կեղծ դրամներ են արտադրել Ֆրանսայում, Նիսայի Մարիամ Աստվածածնի եկեղեցու նկուղում հենց Կտրիշ Ներսիսյանի թուլեն են բանը Տեր Վաչե Հայրապետյանը այդ կեղծ թղթադրամների վրա պոլիսը բռնել է Ֆրանսայի։ Բայց չեն արել, բա ով է դա կազմակերպել, կասունքենք, կտրել փոքե տվել։ Այսինքն իրան կրուտի տանելով, sense խափեփայությամբ, աֆերիստությամբ ուզում են ժողովրդին համոզեն, որ իրանք մաքուր մարդիկ են, հավատացյալ են, ազնիվ են, էսեն են, բայց իրականությունը հակառակն է վկայում իրենց գործերի մասին։ Իրենց մասին մենք կարող ենք տեղեկանալ իրենց գործերից։ Ոչ թե իրանք լոլոներ, հեքիաթներ պատմեն հանրությանը։ Ապա տեղեկատվական համակարգը, որը Էջմիածնում գործել է 26 տարի շարունակ, ստերը լրահոսով գնացել են։ Ապա տեղեկատվություն է գնացել, բայց դա հանցագործություն չի։ Բայց սովորեն, չէ, լրատվական միջոցներին, եթե այսօր մենք գանք, մենակ պետք է տեսնանք, որ պետական այս իշխանական, ասենք, որտեղ որ խոսվում է իրականությունը եւ ոչ մի բան ավել չի խոսվում, հա։ Անկախ դրանից ոնց եմ ես ասենք այս մարդկանց լրագրողներին վերաբերում կամ չէ։ Անկախ ամենից, չէ, բայց նրանք պրոֆեսիոնալ գործում են եւ աշխատում են այնպես, ինչպես որ լրագրողը պետք է աշխատի։ Ընդդիմադիր դաշտը ստերով է զբաղված։ Հիմա մայրաթորի մեջ նույն ապատեղեկատվական համակարգը ворց է աշխատել։ Այս սովորել է դրանցից, հենց Ռոբերտ Քոչարյանի ժամանակ է սուտ խոսքը հնչել հերոստացույցից, այս ժամանակ ինտերնետ չկար, բայց գիշեր-ցերեկ թերթերը սուտ են գրում, հերոստացույցն է սուտ էր խոսում։ Սերժիկ Սարգսյանի շրջանում նույնը եղավ։ Հիմա այս մարդը եկեղեցում զուգահեռ նույն բանն է, հորի բարգերն է բան արել։ Ինքն էլ է արել սուտ խոսք, դարձել է շրջանառության մեջ դրել է, կոչել է բան է, տեղեկատվական համակարգ, բայց ապատեղեկատվություն է ծայրից ծայր։ Իրանք են չէ՞ սիրում այդ բառը, շատ օգտագործեն ծայրից ծայր։ Ծայրից ծայր սուտ են խոսել։ Իսկ ստի հայրը ով է, սատանան է։ Ուրեմն ստախոսությամբ զբաղվում են, մարդկանց խափում են, մոլորության մեջ են գցում իրենք հենց։ Իրենք քաղաքական ճառերից բացի քարոզը ուր է մնաց։ Հիսուս Քրիստոսի մասին մարդիկ չգիտեն։ Չգիտեն, մարդիկ իրենց հոգևոր փրկության մասին չգիտեն։ Մարդիկ հեռու են կանգնած Աստծուց։ Ինչի՞։ Որտեղ Կտրիշ Ներսիսյանը Աստծու մարդ չի։ Ինքը կապ չունի այս ինստիտուտի հետ։ Եկեղեցին իր համար ասում եմ դախլա է մի հատ փող աշխատելու հիմնարկ։ Բիզնես։ Դրա համար իրեն համար ինչն է պետք։ Մենակ հավաքագրել են հավատարիմ շնիկների պես կտրիչիկներ, որ իրեն ծառայեն։ Եվ այդ բանն էր միայն, որ ինքը քարոզում էր վերջի շրջանում նամանաման, այն ժամանակ կարիքը չկար ուղակի։ Դուք հասկանում եք ինչի չէր քարոզում։ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ժամանակ ինչը պիտի քարոզեր։ Ինքը ընդդիմության դեմ էր այն ժամանակ, երբ որ ընդդիմությունը արդար բաներ էր խոսում ժողովրդի կողմից, ինքը ասում էր ընդդիմությունը ստրիկաներ են։ Այն ժամանակ ինքը գովերգում էր ոստիկանությանը եւ նմանապես, երբ որ դա նույն այդ ոստիկանությունը այն ժամանակ բիրտուժ էր կիրառում Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ, ինքը ողջունում էր, ասում էր բա ոստիկանին պիտի լսես։
Այդ հիմա տեղերով փոխվեցին, չէ, իշխանությունը նախկին այսօր ընդդիմություն դարձավ ռադիկալ։ Եվ ինքը քանի որ այդ նույն մաֆիայի մեջ է, շակապած է իրենց այդ ոչռագործություններով, դրա համար իրեն ջրաղացին շարունակում է ջուր լցնել, բայց այլ կարգավիճակի մեջ արդեն։ Դրա համար հիմա հակառակը դարձավ, հիմա դարձավ պետական ապարատը, ամբողջ այդ պետական համակարգը, պետությունը ամեն ինչ անօրեն են, իրենց կողմից հայտարարություններ են անում, մեկը մյուսի հետևից ինչեր են խոսում, թիրախավորել են պետությունը, Հայաստանի Հանրապետության վարչապետին, ոչ մենակ պահանջել են 1000 անգամ վարչապետի հրաժարականը, ոչ, նրանք անընդհատ թիրախավորել են այդ երկրի ղեկավարին, ամբողջ իշխանությունը, քաղաքացիական պայմանագիր կուսակցության բոլոր անդամներին պիտակներ են փակցրել եւ քաղաքական հարթակներ դարձել, ասում եմ, քաղաքական քարոզիչներ են դարձել։ Դրա համար այն ժամանակ ինքը կարիքը չուներ քաղաքականությունից խոսել եկեղեցու պատերում։ Քարոզ չէին անում այն ժամանակ ընդհանրապես, ոչ մի, շուտ-շուտ լմլմացնում էին այդպես մի բան ու վերջանում էր, որ գնան շուտ անեն իրենց գործերին, հա, փող աշխատեն։ Իսկ հիմա քաղաքական հարթակ է դարձել, որտեղ արդեն այդ խնդիրը իր արջևը դրել է ընդդիմությունը, որ նա պիտի քարոզի այդ եկեղեցական, ուրեմն հարթակները բացվեցին որպես նախընտրական շտաբ, հա, քարոզում են սրա նրա համար, իշխանազավթման եւ այն եւ այն։ Այսինքն, ինչ գործառույթներ է իրականացրել եկեղեցին այս տարիների ամբողջ շրջանում, հակապետական ազգային անվտանգությանը սպառնացող քայլեր են կատարել այս մարդիկ։ Իրենք արել են այն, ինչ որ պետք է կասեցնի պետությունը։ Այո, ազգային անվտանգություն ծառայությունը պիտի լուրջ զբաղվի այդ հոգևորականներով, ովքեր որ այս եկեղեցում խայտարակություններ են առաջացել։ Ոչ մենակ քաղաքականությամբ զբաղվել են իրենք, որի իրավունքը չունեն։ Նրանք քարոզել են ուղիղ օգտագործելով հոգևորականի զգեստը, խաչը ձեռքը, ավետարանը, այդ բոլոր բաների տակ թաքնվելով քարոզել են ի օգուտ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, հիմա Սամվել Կարապետյանի եւ այդպես շարունակ։ Նրանք դա են արել, էս է եղել իրենց գործընթացը։ Եկեղեցու մեջ արել են քաղաքական քարոզարշավ կամ դավադրություններ, մայրաթորի մեջ հավաքվել են նախագահներով նախկին, հիշում եք, չէ՞ որ գնացել են, ինչեր են խոսել այնտեղ։ Գերագույն հոգևոր խորհրդի բոլոր ժողովների այդ նիստերի հանեք որոշումներ, ես շատ եմ խնդրում, սիրելի ժողովուրդ, հանեք այդ որոշումները ընթերցեք, մեկ հատ չկա հոգևոր նյութից որոշում։ Բոլորը քաղաքական են, բովանդակությունն է։ Գիտեք ինչին է հիշեցնում, այդ Պոլիտբյուրո ՑԿ-ԿՊՍՍ-ը որ կար, ես փոքր երեխա էի, այն ժամանակ շատ է հետաքրքրում պոլիտիկայով, եւ միջազգային այդ առարկայից 5 ունեի։ Ես բանում եմ, բուհում եմ սովորել այս բանը, իստորիա ԿՊՍՍ հանձնել եմ 5 եմ ստացել։ Անգիր գիտեմ դա։ Այդ Պոլիտբյուրոյի անդամներին բոլորին շատ լավ սերտել եմ այն ժամանակ։ Ինչ եմ ուզում ասել։ Հիմա որ հիշում եմ այդ բանը, նույնն է, բայց չէ որ դա գերագույն հոգևոր խորհուրդ է, հոգևոր հարցերը չեն քննվում։ Զուտ քաղաքական հարցեր են։ Այնտեղից հնչում կամ գնահատականներ, կամ կոչեր ինչ որ։ Նորից պետական ապարատին փաստորեն ուղված այդ կոչը Հայաստանի Հանրապետության դատախազությունն է ուղղում, որ ուղի ասում է քո բանը, որոշումը։ Տեսեք, սելեկտիվություն ասեմ, անորմալություն ասեմ, երկուսը կա, բայց երրորդն էլ այստեղ հանցագործություն է ուղղակի։ Այս մարդը չի հարգում հայոց պետությունը։ Պետք է զրկել դրան Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելուց ուրեմն։ Եթե նա չի ուզում ենթարկվել օրենքին, ինքը չի ապրում օրենքով։ Ինքը ապրում է օրենքից դուրս։ Իսկ ես ուզում եմ հարց տալ, անկախ դրանից, ով ինչ պաշտոնի վրա կլինի, իրավունք ունի Հայաստանի օրենքի համաձայն։ Ես ուսումնասիրել եմ, չկա այդպես։ Չեմ գտել ամենայն դեպս ես ոչ համանadrության մեջ կետ եմ գտել, ոչ էլ որևէ օրենքի մեջ։ Շատ եմ պրպրտել, այսքանի ժամանակը դրանով եմ զբաղվել։ Սերտել եմ, ստիպված, որպեսզի շատ բաներ գրառումներ որ անում եմ, որպեսզի իրավաբանական, այսպես ասած, պատկերացումներ ունենամ Հայաստանի Հանրապետության գոնե ամենակարևոր այս օրենքների մասին։ Չեմ գտել նման դրույթ, որտեղ որ ասվի, որ տվյալ անհատը, եթե այդ պագոնի տակ է, հա, գեներալի պագոնի տակ է կամ կաթողիկոսի պագոնի տակ է, պետք է ասի օրենքը ինձ համար չէ, շրջանցում եմ, անում եմ ինչ որ ուզում եմ անել։ Եվ հորդորում եմ փաստորեն պատկան մարմիններին ինքը հորդորա կարդում, ասում է ուղի, սխալների ուղում արա։ Դուք հասկանում եք ինչ է դա։ Եվ սա մեր աչքերի առաջ է կատարում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինչ է տեսնում։ Ականհայտ ոչռագործություն։ Արդեն իսկ եթե մարդը պիտի օրենք լինի իր համար, հա, օրինակ ծառայելու մեջ, այսինքն իր համար դա պիտի լինի ամենամեծ առաքելությունը, որպես հայոց հայրապետի, եթե ինքը իրեն համարում է հայոց հայրապետ, օրինական ամեն ինչ անել, բայց ինքը անօրինական է ամեն ինչ անում։ Ինքը խախտել է բոլոր պետական այդ օրենքները, որոնք գրված են հենց իր համար այնտեղ։
Կարող է ինքը այդ օրենքներից Մարսից է եկել, այդ օրենքների համար չի։ Ես զարմանում եմ ուղղակի այդ մտայնության վրա, որ մարդիկ էլ մեկնաբանում են այդ փաստաբանները։ Ինչի համար եք դուք փող ստանում, դուք այդ մարդուն խաբում եք։ Դուք իրեն պիտի ասեք, որ ընկեր ջան, ուզում ես կաթողիկոս եղի, ուզում ես վարչապետ եղի, ուզում ես նախագահ եղի, ուզում ես պարզ բանվոր եղի, ուզում ես կանանչից ծախող եղի, ուզում ես հավաքարար եղի, դու պիտի այդ նույն օրենքի տակ լինես։ Այլ ոչ թե այդ օրենքը դու պիտի շրջանցես եւ ասես, որ ես չեմ ուզում այդ օրենքը, բայց ոչ, օրենքի առաջ հավասար են բոլորը, ոչ մեկը չի կարող շրջանցել օրենքը։ Հիմա սա աշխարհիկ օրենքի մասին խոսեցինք, իսկ հոգևորը ուր մնաց։ Բացենք այդ եկեղեցական կանոնները ու այնտեղ էլ պիտի տեսնանք, որ այս բոլոր օրենքները խանգարել է։ Եվ գիտեք ինչի չի ընդունել եկեղեցական սահմանադրություն։ Կուզեք կոչեք կանոնադրություն, կուզեք ես ավելի շատ հակված եմ կոչել սահմանադրություն, որ ամփոփված պիտի լինի, ամբողջական եւ մեր ժամանակներին համահունչ, որտեղ պետք է արտացոլված լինեն բոլոր այն կետերը, դրույթները, որ ամեն մի հոգևորական իմանա իր իրավունքներն ու նաեւ պարտականությունները։ Վերևից ներքև եւ ոչ թե հակառակը։ Այսինքն ինքը ինչ է օրենքից պիտի վերև կանգնի, ինքն է օրենքը։ Դուք հասկանում եք ինչ է կատարում։ Ինքը պիտի Քրիստոսը ասում է իր աշակերտներին, երբ որ դրանց մեջ վեճ է լինում, ոտնը լվայի ժամանակ հիշում եք, չէ՞։ Նախքան խորհրդավոր ընտրիկի նստելը ոտները լվացին։ Այդ մենք եկեղեցական ծեսի մեջ հակառակը կատարենք, բայց պատմականորեն այդպես էր։ Եվ ասեց, եթե ուզում եք լինեք առաջինը, պիտի լինեք բոլորին ծառա։ Ուզում եմ սա շեշտը դնել եւ ընդգծել այս հանգամանքը շատ կարեւոր է։ Աստծո միածին որդին տեսեք, եկավ աշխարհ մարդկանց փրկելու եւ բացատրեց գաղտնիքը առաջինը լինելու։ Հիմա մենք եթե ասում ենք կաթողիկոսը, եպիսկոպոսների մեջ առաջինն է, չէ՞։ Եվ ինչի համար հենց կաթողիկոսը լվում է ոտները խորանում։ Ոչ թե ձևականություն է կամ ինչ-որ մի սովորություն է եղեց։ Ոչ, սա ցույց է տալիս եւ նույն ամեն մի ծուխի մեջ քաղանան։ Իմիջայլոց եթե մի քանի քաղանա են ծառայում ավակը այդ քաղանաներից, բոլորի ոտներն է լվանում։ Ինչի համար է դա արվում։ Որ դա ցույց է տալի խոնարհությունը քո, որ դու պիտի լինես բոլորի համար ծառա։ Այն ժամանակ դու արժանի ես առաջինը լինես։ Այսինքն եթե նա լիներ հայրիկ, եթե նա լիներ իսկապես բեհապար հայրապետ, կաթողիկոս, ծայրագույն պատրիարք, այդ ոտները լվալու մեջ նա նաև պիտի մարդկանց հետ վարվելակերպ իմանար, ինչպես մարդկանց հետ պիտի խոսի, պիտի վարվի։ Առավել եւս ասում է հնազանդ եղեք իշխանություններին, չկա իշխանություն, որ Աստծուց չէ։ Իշխանություններին դու չես հնազանդվել։ Ներկա իշխանություններին, որոնց ընտրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ջախջախիչ մեծամասնությունը։ Դու չես հնազանդվում։ Այնով որ չի գնացել ընտրության, դրանց ուրեմն դուր է գալիս այս ամենը, չէ՞։ Եթե նրանք չեն մասնակցում, դա էլ չափչափանիշ է, ուրեմն նորմալ պետություն ենք դառնում։ Գիտեք, երբ որ ընտրություններին մի զանգված կա, որ չի մասնակցում, ինչի մասին է վկայում։ Որ ուրեմն կյանքը սկսում է լավանալ եւ մարդկանց այլևս քաղաքականությունը չի հետաքրքրում։ Նրանք սկսում են ապրել իրենց առօրյա կյանքով։ Կան ապակաղաքականացված մարդիկ, եւ դա շատ լավ է։ Բայց ես կուզեմ բացատրել, որ եթե մեծամասնությունը ընտրել է, ուրեմն դու պիտի հնազանդվես։ Այդ ինչի, երբ որ չի ընտրվել ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ մեկ անգամ չեն ընտրվել, ոչ մեկ ընտրության մեջ իրանք քվեն չեն շահել, նրանք կեղծել են այդ քվեները։ Բայց դու հնազանդվել ես իրենց, ավելին դու նրանց հետույքն ես լիզել, հազար ներողություն։ Ուրեմն իրենց հետույքը դու լիզել ես, իսկ այստեղ դու քարկոծում ես Փաշինյանին, քարկոծում ես այս իշխանություններին, այդ ոնց է։ Եվ գիտեք այն ժամանակ իրանք ինչ էին ասում, այ բացեք ելույթները, բացեք YouTube-ը, այս բոլորը պահել է։ Այն ժամանակ որ ասում էինք ինչի չեք խոսում ժողովրդի օգտից բանից, անդիմությունը այդքան բողոքում է, հիշում եք ինչքան ակցիաներ կար, 10 տարի փողոցը իջած մարդիկ անդադ պայքարի մեջ են, տարբեր սցենարներով, հա, տարբեր ակցիաներով։ Ինչ է պատասխանում։ Պիտի հնազանդ լինենք իշխանություններին։ Այ ախպեր ջան, բա հիմա ի՞նչ ես հնազանդվում իշխանություններին։ Չեմ մեկնաբանում են ինչ իշխանություններ։ Բա հիմա ինչու չես այդ նույնը անում, ինչու չես հնազանդվում։ Այսինքն ամեն ինչը կեղծիք է, ամեն ինչը ֆարս է, ֆարս։ Ամեն ինչը իրենց մոտ աղավաղված պատկեր եւ այլասերված։ Այս սա է, որը մեծ մտահոգություն է պատճառել մեզ բոլորին եւ ես տարիներ շարունակ պայքար եմ մղել։ Ինչի համար։ Հանուն արդարության վերականգնման, որ մենք ունենանք առողջ վիճակ։
Հիմա Հայաստանի Արաքելական Սուրբ եկեղեցին հիվանդ է, տառապում է։ Մահամերձ հիվանդ է այդ ինստիտուտը, հա, այդ ինստիտուտը մահամերձ հիվանդ է։ Հիմա պիտի վիրահատենք, գանսեր ունի այդ ինստիտուտը։ Այդ գանսերը դու ես, Կտրիչ Ներսիսյան, չար որակի ուռուցքը դու ես։ Եվ քո մանկապիղծ եղբայրը Կարոն Կագեբեշնիկը, Եզրասը, որ անունը տանք, 1000 անուն ունի նա, այդ խուլիգանը։ Այսինքն պիտի ազատենք այս եկեղեցին այդ կեղտից։ Չեն կարող եկեղեցու խուլիգաններ հավաքել եւ ասել, որ այդ եկեղեցի է։ Իրանք եկեղեցի չեն։ Նրանք եթե բարձրաստիճան պաշտոնյաներ են, զբաղեցնում են ուրեմն կարևորագույն առանցքային պաշտոններ եւ այլն, ուրեմն ողբամս քեզ հայոց եկեղեցին, ուրեմն ինչքան մեղք ենք մենք։ Ուրեմն մենք դժբախտ ենք, եթե նման մարդկանց ձեռքում են այդ պաշտոնները, ուրեմն մենք կորած ենք, եթե նրանք պիտի այս ամենը վարեն։ Հայաստանի Արաքելական Սուրբ եկեղեցին երբևիցե չի կարող մի անուն ավելացնել, վրեն ասել նաև ուղղափառ եկեղեցին ենք։ Այո, մեր հավատքը ուղղափառ է, մենք հին արևելյան ուղղափառ եկեղեցին ենք, այն իմաստով, որ մեր հավատքն է։ Այդ ճյուղին ենք պատկանում, բայց մեր եկեղեցին միշտ կոչվել է Արաքելական։ Մի եկեղեցին, որը Տոմս չունի, գիտեք Տոմսը ինչ է, հա? Որոշ եկեղեցիներ Տոմս են ստացել։ Մենք դա չունենք, որտեղ առաքյալներն են հիմնադրել իրենց արյունը, թափել են Հայաստանում, զոհվել են, զոհաբերվել են փաստորեն մեր եկեղեցու համար։ Թաթևոս եւ Բարդողոմոս առաքյալները մատաղ են եղել հայոց ժողովրդին, որպեսզի մեր ժողովուրդը քրիստոնյա դառնա։ Դրա համար մենք առաքելական եկեղեցի ենք կոչվում։ Դու գնում ես Մոսկվաների մեջ, այն ասում Պտիխարիա պատշումոք այն անունը փոխում ես, մի բան էլ ավելացնում ես։ Ինչի՞ համար։ Գիտեք ինչ, այս օրվա համար մտածում եք գահը հիմա պիտի տանի, իհարկե ռուսն դե պիտի ասի, բա ուղղափառ չես։ Բա որ ուղղափառ է գրել, վերջ ռուսը արդեն պիտի ասի, հա, գլուխը շոյ ասի, Կիրիլը տանի, ասի, շոկոլանկեր, կաթողիկոս ես այստեղ։ Մենք լավ գիտենք, ես երբ որ Մոսկվայում Տիրան Սրբազանի հետ այն ժամանակ ծառայել ենք, Ռոբերտ Քոչարյանի ժամանակներն էր, եւ այն ժամանակ Կտրիչը նոր զավթեց Էջմիածինը։ Ես ասում էի, այն ժամանակ խայտարակ վիճակ էր Հայաստանում, ոչ ոք չգիտեր ինչ է լինելու, ասում էի, գնա ռուս առաջարկում էր իրեն Տիրանին։ Արա, ինքը չարեց, ինքը այդ քայլի չգնաց։ Թեև ինքը ոչ թե կաթողիկոսություն էր ուզում ստեղծել, ինքը կարող էր ուղղակի առանձնացնել ու պատրիարքարան ասենք լիներ այնտեղ Ռուսաստանում։ Բայց չարեց այդ մարդը, այդ քայլը չարեց, բայց ես ուզում եմ ասել, այն վաղտվանից ռուսը պատրաստ է միշտ առաջարկել իր ծառայությունները։ Իհարկե դրա դիմաց շատ բան է ուզելու։ Եվ Տիրանը այն ժամանակ դա էր ասում էր դու չգիտես Տեր հայր, հետո դրանից հետո ինչ է, դրանից ինչ է ստացվելու, ինչ է մեզանից հետո ուզելու։ Հիմա այս մարդը իմանալով, որ այս է կացությունը, այն ժամանակ նա հանգնավորում էր այդ մտքից, որ sense բան կարող է տեղի ունենալ, բայց հիմա ինքը իր համար դա թույլատրելի է, նույն սցենարով էր պատրաստում գնար։ Այսինքն բացահայտված է եւ Փառք Աստծո, որ Փաշինյանը շատ ճիշտ հրապարակային հայտարարություն արեց այս մասին, որ դա մեծ վտանգ է մեր պետականության համար եւ թույլ չենք տալու, որպեսզի մտքից ինքը հանի այդ բանը։ Եվ դրա համար էլ պիտի առանձին իրեն հոտված կպցնեն, դրա համար էլ պիտի իրեն դատեն առանձին, որ ինքը նման դավադրություն էր ուզում գործել։ Այն էլ ինքը ինչ էր ուզում, ինքը ուզում էր հակաթոր կաթողիկոս ստեղծել այնտեղ, փաստորեն ասել, որ Էջմիածնի գահ ինձ հետ եմ տանում այնտեղ, եւ ես եմ կաթողիկոս ամենայն հայոց։ Որպեսզի գցի ստեղ մի վիճակ, որ մարդիկ չհասկանան ոնց պիտի վարվեն, Էջմիածինը թափուր լինի, բայց միաժամանակ կաթողիկոս այնտեղ է նստել։ Դուք հասկանում եք սրա սրիկայության այդ աստիճանը, թե ինչին էր նրա պատրաստ, որպեսզի իր փափուկ կյանքը կամ իր աթոռը պահպանելու համար։ Հիմա այսքան բանից հետո, պարզ չի, որ այս մարդը դավաճան է, ոչ մենակ Հայաստանի Արաքելական Սուրբ եկեղեցու, ինչպես որ ինքը սաղին է ուզեց ասել, բայց իրականում ինքն է տիրադավը։ Այո, Տիրոջը դավաճանել ես դու, իրոք դու ես այն ամենացայտուն, կարկառու, այսպես ներկայացուցիչը Հուդա Իսկարիովտացու աշակերտներից ես, լավագույն, գերազանցիկ։ Այն կատարյալ բորջան ես, սրբապղծությամբ, քո անօրենությամբ։ Այն ինքը չի կարողանալու դրանից որևէ բան անել, ուրեմն ի նպաստ, այսպես ասած, իր փափուկ կյանքի իր համար։ Իր կաշվի մասին է մտածում, գիտեմ, բայց արդեն այդ ժամանակը վերջացել է։
բավական է, կտրիչ։ Համարյա 27 տարի մեր բոլորի հոգին կերար, մեզ կերար, մեր լավագույն տարիները կերար կյանքի։ Կերար էլի մեզ։ Էլ ինչ ես ուզում։ Գիտեմ, որ կապը կորում է, բան է լինում, բայց բոլոր պարագաներում երևի լավ է լսում եք հիմա։ Լսում եք։ Թող մեկը լայք ուղարկի, որ տեսնեմ։ Բոլոր դեպքերում սիրելի ժողովուրդ, ես ուզում եմ վերջացնել արդեն, կխնդրեմ շատ տարածեք, ձեր խմբակների մեջ դրեք, սպասենք զարգացումներին, ես ասեցի, իմ տեսլականը դա է։ Պետք է վեհարանը ազատի եւ կարճ ամենաշատը մի շաբաթվա մեջ մենք պիտի ես ուրախությունը ունենանք, որ պիտի ինքը եւ սիրելի ժողովուրդ, ուրեմն մաղթում եմ խաղ գիշեր բոլորին, ովքեր որ նոր են վերկանում քնից, նրանց լավ օր եւ կսպասեմ ձեր գրառումներին, լայքերին, նրանք բոլորը անվճար են, շատ տարածեցիք, որպեսզի հասանելի լինի մեր ժողովրդին այսօրվա ուղիղ եթերը։ Սպասենք զարգացումներին, բայց ասեցի, ուզում եմ մեկ շաբաթ հետով վեհարան ազատված լինի, օդը մաքրված լինի եւ մեր եկեղեցին մտնի իր բնականոն հունի մեջ։ Ամեն ցտեսություն բոլորին, կհանդիպենք նորից։